Ուրեմն պարզվում է, որ այս գծային արտապատկերումները, որ մենք անցանք, սերտորեն կապված են մատրիցների հետ։ Ամեն մի գծային արտապատկերում մատրիցով նկարագրվում է։ Տեսնենք ինչպես։ Նայեք, ենթադրենք տեն կամայական իր համար արտապատկերում է սենց, եւ քանի որ v-ն ու w-ն երկուսն էլ տարածություններ են, կարող ենք, չէ, նրանցում մեկական բազիս ֆիքսենք։ Yen M1 Yen դա v-ի բազիսը, v-ն n չափանի է, G1 Gm-ն էլ w-ի բազիսը, w-ն m չափանի տարածությունը։ Հələ եկեք ֆիքսենք, գիտեք ինչ է, t1, t2, t-n, սրանք ովքեր են, այս բազիսային վեկտորների պատկերներն են։ Սրանք բնականաբար բոլորը ընկած են w տարածության մեջ, չէ, իրանց ֆիքսենք։ Եվ նկատենք, որ սենց մի բան, ստեղ գծային արտապատկերումը v-ից w արտապատկերում է, որպեսզի մենք տեն իմանայինք, v-ն կարող է անվերջ քանակությամբ վեկտորներից, չէ, բաղկացած լինի։ Թվում է, թե մենք պետք է այդ բոլոր անվերջ քանակությամբ վեկտորների պատկերները հատիկ-հատիկ իմանայինք։ Պարզվում է, որ հատիկ-հատիկ իմանալու կարիք չկա, եթե մենք միայն t1, t-n, այս n հատիկ վեկտորները իմանանք, մենք իմացած կլինենք նաև tv ցանկացած վեկտորի պատկերը։ Կրկնում եմ, իմանալով միայն այս բազիսային վեկտորների պատկերները, մենք իմանանք ցանկացած վեկտորի պատկերը։ Դա չափազանց հեշտ է նկատելը, ինչի։ Վերցնենք ցանկացած վեկտոր, հո ինքը հավասար է, չէ, c1, g1, c-n, n գծային կոմբինացիային։ Դե ուրեմն tv-ն էլ ինչ է, եթե ստեղ այսա վերցնենք, տեղադրենք այստեղ, ստացվի tv-ն դա t այս գծային կոմբինացիան է, այս էլ փակգծերը որ բացենք, ստացվի c1 t1, c2 t2, c-n t-n, այսինքն տեսեք, սրանք էլ այս վեկտորներն են։ Այսինքն տեսեք, բավական է, որ մենք իմանանք այս 1, 2, n հատիկ վեկտորների պատկերները, մենք ցանկացած վեկտորի պատկերը, ցանկացած v վեկտորի պատկերը կիմանանք։ Այսինքն առաջի նվաճումը ունենք։ Բավական է իմանալ բազիսի վրա արտապատկերման պատկերները, մենք իմանանք ցանկացած վեկտորի պատկերը։ Այս լավ էր։ Հաջորդը, հիմա մեր ուշադրությունը կենտրոնացված է այս t-i-երի վրա։ Այս t-ին համաձայն եք, որ մի հատ վեկտոր է w-ից։ Եթե ինքը w-ից վեկտոր է, w-ի մեջ էլ տեսեք, սկզբից ասել էինք, երեխեք ջան, ստեղ մի հատ բազիս ենք ֆիքսում։ Այսինքն սա w-ից է, w-ի մեջ էլ այս բազիսը կա, դե ուրեմն ինքը այս t-ն այս բազիսով գծային կոմբինացիա է ներկայացվում, չէ՞։ Կամ ուրիշ խոսքերով ասած, t-ին այս G1, Gm վեկտորների ունի կոորդինատներ, այս են այդ կոորդինատները։ Հիմա եկեք սենց անենք, t-1-ի համար այդ կոորդինատները գտնենք և շարենք իրանց այս սենց սյուն վեկտորի տեսքով, t2-ի համար և այլն, վերջում t-n-ի համար հաշվենք իր այս արժեքը, ներկայացնենք սենց տեսքով, իրա կոորդինատները շարենք վերևից ներքև։ Ստացվեց ուրեմն n հատ սյուն, այդ սյուները վերցնենք, կողք շարենք և մի հատ ստացվի մի հատիկ մատրից։ Քանիսը քանիսի վրա մատրից, նայեք, m-ը n-ի վրա։ Ինչի n-ի վրա, որտև ստեղ տեսեք, յուրաքանչյուր վեկտոր ունի n հատ կոորդինատ, m հատ կոորդինատ, իսկ ինչի n-ը, որտև ստեղ է սրանց ընդհանուր օբժի քանակությունը n էր։ Եղավ, մենք կառուցեցինք մի հատ մատրից, որը տրված t արտապատկերման համար է։ Ուրեմն տեսեք ինչ եղավ։ T արտապատկերման համար կառուցեցինք մի հատ m անգամ n մատրից, որը հենվում է
ինչի վրա, EЖ բազիսների վրա։ Ուրեմն EЖ-ն էս ինդեքսում գրենք, այսպես, եւ այս մատրիցը, կառուցված մատրիցը, որը կարող ենք կարճության համար այով նշանակենք, կոչում ենք T գծային արտապատկերման մատրիցը ըստ E եւ J բազիսների։ Նշանակվում է այսպես։ Եկեք օրինակների անցնենք։ Վերցնենք R3-ից R2 արտապատկերումը, որը հա այս կանոնով է տրվում։ Նախորդ պարագրաֆում մենք այս օրինակը արդեն նայել ենք։ Ոնց կառուցենք իր մատրիցը։ Նախ մեզ պետք է երկու հատ բազիս։ Եթե բազիսի անունը չի տված, հարմարության համար վերցնենք ստանդարտ բազիսը։ E ստանդարտ բազիսը հեսա վերցված է R3-ի համար, J ստանդարտ բազիսը վերցված է R2-ի համար։ Հաջորդ քայլը ինչ ենք անելու։ Նայեք, այստեղ ինչ ենք արել հաջորդ քայլը։ Վերցրել ենք մեր արտապատկերումը, հերթով կիրառել էինք բազիսային վեկտորների վրա։ Հիմա ինչ մենք պետք է այստեղ անենք։ Մենք պետք է, տեսեք, հեսա վերցրել ենք E1, E2, E3 այս բազիսային վեկտորները, նրանց վրա հերթով կիրառել ենք մեր արտապատկերումը։ Այս էլ արտապատկերումն է։ T E1-ը ինչ կլինի, այս բանաձևի։ E1-ը այսա է, 1 0 0։ 2 1 2 1, չէ, որտեվ այս աստեղ ասում է 2x գումարած y, 2x-ը դա 2x-ը 2 անգամ 1 + 0 է տեղավ այստեղ 2, աստեղ էլ x գումարած z, x գումարած z, 1 գումարած 0, 1, եղավ, ստեղծվեց այս մի վեկտորը, նույն կերպ ահա այս վեկտորը, նույն կերպ ահա այս վեկտորը, ուստի մեզ մնում է այս 3 հատ սյուները, նայեք, վեր ենք դնենք սիրուն կողքի, ստանանք ահա այս մատրիցը։ Այսպիսի մի հակիրճ սահմանում էլ պայմանավորվենք, այն դեպքում, երբ որ T-ն արտապատկերում է տվյալ տարածության վրա, այսինքն երբ որ V-ն եւ W-ն իրար հավասար են, այդ դեպքում եւ այն դեպքում, երբ որ Y-ն ու J-ն միմյանց հավասար բազիսներ են վերցրված, այդ դեպքում այս նշանակումը մի քիչ ավելի կարճ է ընդունված գրել, այսպես։ Նայեք, մի հատ բազիս այստեղ հիշատակվում, այսպես չի գրվում T, երկու հատ E, անիմաստ կրկնություն էլի։ Էլ չխոսելով այն մասին, որ ավելի հարմար է դա պարզապես այն բանից հետո, երբ որ սահմանված է այս մատրիցը, նրան ինչ որ ատառով նշանակել ու այլևս այս նշանակումների առատության մեջ չմոլորվել, երբեմն էլ պարզապես հենց այսպես էլ է նշանակում, տեսեք, այսպես, երբ որ կարևոր չի հիշատակել, թե դա ինչ բազիս է, պարզապես դա գրած է անդատե արտապատկերման մատրիցն է, այդքան բան։ Հիմա եկեք տեսեք մենք ինչ ուղղությամբ եկանք եւ հիմա դրան ճիշտ հակառակ ուղղությամբ հետ ենք գնալու։ Տեսեք ոնց եկանք։ Մենք ասենք վերցրեցինք արտապատկերումը, բազիսի տարրերի վրա տեսանք, որ ինքը միակորեն է որոշվում, եւ այդ բազիսի տարրերի վրա այդ պատկերներից ելնելով, այս սրանցից ելնելով, մենք կառուցեցինք մի հատ մատրից։ Էսա։ Տեսեք ոնց որ այդ մեր երկաստիճան քայլը այդպես գնաց։ Հիմա եկեք հələ տեսնենք ճիշտ հակառակ ուղղությամբ կարող ենք գնալ արդյոք։ Ենթադրենք m եւ n չափանի տարածությունները տրված են։ Պարզության համար կարելի է fm եւ fn վերցնել։ Դրանք ընդ ամիրը կողքում դրած եւ ենթադրենք այստեղ մեզ տված է պատահական m-ը n-ի վրա կամայական մատրից։ Դիտարկենք իր սյուները առանձին, ինչ է այստեղ n հատ սյուներ գրած կլինի, չէ՞, սյուների անունները դնենք հեսա h1, hn։ Դրանք կլինեն վեկտորներ երկրորդ տարածության մեջ։
W-ի մեջ։ Բնականաբար ենթադրում ենք, որ այդ երկրորդ տարածության մեջ մի հատ բազիս է ֆիքսված J, եւ այս H1 H-ը դա այն վեկտորներն են, որոնց կոորդինատները J բազիսում այս Q-ներն են։ Այսինքն մատրիցից ելնելով հասանք ինչ որ n հատ վեկտորների W տարածության մեջ։ Հիմա սահմանենք գծային արտապատկերում V-ից W-ի մեջ հետևյալ կերպ։ Դե քանի որ V-ն ինքը n չափանի է, ինքը ունի G1 Gn ինչ որ բազիս, եւ այսպես անենք, G1-ը համապատասխանացնենք այս H1-ին եւ այլ, Gn-ը համապատասխանացնենք Hn-ին։ Դա նշանակում է, որ այլ խոսքերով ասած, եթե պատահական V վեկտոր վերցնենք, այդ V վեկտորը մեր G բազիսում V-ի մեջ sense կգրվի, չէ՞, C1 G1 գումարած եւ այլ Cn Gn։ Այս վեկտորի համար որպես պատկեր սահմանենք հետևյալ ընկերոջը C1 H1 Cn Hn։ Այսինքն վերցնենք կոորդինատները պատահական վեկտորի, G-երը դեմնետենք, դրա տեղը H-եր դնենք, ստանանք այս վեկտորը։ Բնականաբար սա կլինի ինչ-որ մի հատ վեկտոր W-ում, եւ ստացվեց, որ մենք այ V-ին համապատասխանացրեցինք այս TV-ն, որը W-ից է։ Այստեղ էլեմենտար ստուգվում է, ինքներդ կանեք, ես դա գրվածա չեմ ուզում տող կրկնեմ, որ այս գծայնության պայմանները երկուսն էլ կատարված են, այսինքն ինչ որ մենք այստեղ նոր սահմանեցինք, միակ կերպով սահմանվեց, որ մի հատ որպես գծային արտապատկերում։ Ինչի միակ կերպով, որտեղ նախորդ կետում մենք տեսել էինք, որ գծային արտապատկերումը բազիսային վեկտորների պատկերներով որոշվում է, չէ՞, դե էս այստեղ տրված է բազիսային վեկտորների պատկերը միակ կերպով։ Տեսեք, մեր ցիկլը ոնց փակվեց։ Մենք սկզբում ելանք գծային արտապատկերումից, տեսանք, որ ինքը միարժեքորեն որոշվում է բազիսային վեկտորների պատկերներով։ Այդտեղից է ելնելով ինչ-որ մատրից կառուցեցինք միակ կերպով։ Եվ հակառակ կողմը, ելնելով ինչ-որ մի հատ մատրիցից, մենք այդ մատրիցի սյուները համարեցինք բազիսային վեկտորների պատկերներ, ու ըստ այդմ սահմանեցինք այս այստեղ գծային արտապատկերում, գծային արտապատկերումից ելնելով ֆիքսված բազիսների դեպքում սահմանվում է մատրից, մատրիցից ելնելով սահմանվում է արտապատկերում։ Ընդ որում միակ կերպով է դա տեղի ունենում։ Սա ձևակերպենք որպես թեորեմ։ Եթե V-ն կամայական n չափանի տարածություն է, G բազիսը ֆիքսված, W-ն էլ m չափանի տարածություն է, ինչ բազիս ֆիքսված, այդ դեպքում բիեկցիա գոյություն ունի V-ից W բոլոր գծային արտապատկերումների եւ m անգամ n բոլոր մատրիցների միջև։ Յուրաքանչյուր մատրից համապատասխանում է մի հատ գծային արտապատկերման եւ յուրաքանչյուր գծային արտապատկերում համապատասխանում է մի հատ մատրիցի։ Ուրեմն տեսեք, սա շատ խորը եւ կարեւոր փաստ է, բայց նրա կիրառական մեծ նշանակությունը դեռ չի երևում։ Դա մի քիչ հետո կերևա։